Նպատակ կա աջակցել ջերմոցների, ջերմատների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը։ Այդ մասին ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց падգամավոր Ծովինար Վարդանյանը։ Ըստ հիմնական զեկուցողի, այժմ օրինակ 1.5 հեկտար մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելիս շինթույլտվություն ստանալու համար պետք է նախկին 100,000 դրամի փոխարեն վճարվի 5 միլիոն դրամ, ինչը ակնհայտորեն խոչընդոտում է կառավարության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող ռազմավարությունների կյանքի կոչմանը։ Մոտ 2 տարի առաջ վերանայել ենք տեղական տուրքերի եւ վճարների մասին նախագիծը, եւ այո, սովորական շենք-շինությունների համար վերանայվել եւ բարձրացվել է շինթույլտվության վճարը։ Հետօրենսդրական վերահսկողության արդյունքում նաեւ տնտեսվարողների եւ ապագայում ջերմատներ կառուցող անձանց հետ հարցի քննարկման ժամանակ պարզվել է, որ խոշոր ջերմատների համար շինթույլտվության տուրքը բավականին մեծ է, ասաց նա։ Ըստ падգամավորի նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում տուրքի նվազեցումը համայնքներում կբերի ներդրումների աճի։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճապ գյուղում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։ Լճապի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 293 միլիոն 808 հազար դրամ, որի 75%-ը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, 25%-ը Գավառի համայնք Պետարանը։ Բացի արտաքին հիմնական պատերից շենքն ամբողջությամբ երկու մասնաշենքով հիմնանորոգվելու է, փոխվելու է նաև տանիքը, իրականացվելու է սեյսմազինվածության բարձրացում։ Այժմ կատարվում են հատակի, միջնորմների, սանհանգույցների, դռների եւ պատուհանների, պատերից գաջի եւ սվաղի քանդման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել առաջիկա 2 տարվա ընթացքում։ Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 18.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։ Մասնավորապես այս տարվա 3 ամիսներին Հայաստան է եկել 453,138 զբոսաշրջիկ։ Սա 18.2%-ով կամ ավելի քան 70,000 զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մանրամասնել է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։